Հերթագրվել են 10 պատգամավոր, Վահան Բաբայան, համեցեք։ Հարգելի գործընկերներ, պարոն Մանուկյանը շատ հանգամանալից ներկայացրեց խնդրի հետ կապված բոլոր այն մասնագիտական կետերը, որոնք իրոք քննության արժանի են եւ մենք բոլորով պետք է այս հարցին անդրադառնանք։ Իհարկե, սա ոչ միայն որոշ կուսակցությունների խնդիր է եւ ոչ թե որոշ քաղաքական ուժերի խնդիր է, այլ ամբողջ հասարակությանը հուզող խնդիր։ Որտեղից է գոյացել այդ պարտքը, ինչ պայմաններում, ինչպես են վարվել բանակցությունները եւ այդ $204 հետ կապված եւ ընդհանուր առմամբ այդ 5 անգամ գնի բարձրացման հետ կապված եւ այո շատ ճիշտ հարց հնչեց, արդյոք այսօր էլ ինչ որ փոփոխություններ չկան, որից մենք տեղյակ չենք։ Ստացվում է, որ այդ խորհրդավոր իրավիճակը անդադ շարունակվել է, նախարարը անընդհատ այստեղ ասել է, որ որևէ խնդիր չկա, եւ բազմիցս մենք այս հարցին անդրադարձել ենք ելույթներում եւ մեր հարցերում, նույնիսկ ասել ենք, որ նման կառավարությունը եւ նախարարը, որոնք այսպիսի խորհրդավոր պայմաններում նման քայլի են դիմել, պետք է հրաժարական տան, բոլոր տիպի խոսակցություններ եղել են։ Բայց այսօր խնդիրը հետեւյալն է։ Այսօր մենք պետք է հասկանանք, որ այս հանձնաժողովի ստեղծումը բոլոր խնդիրների լուծումը կարող է լույս բերել աշխարհ եւ բոլորը տեսնեն, որ այս հարցերը, որոնք բարձրացվում են, իրոք կարեւոր են եւ բացահայտումները, որ պետք է արվի, կարծում եմ առաջին հերթին պետք են իշխող մեծամասնությանը։ Այսինքն կարծում եմ շահագրգռվածը առաջին հերթին պետք է լինի իշխող մեծամասնությունը, որտեղ այ կառավարությունը եւ այն նախարարը, այն պաշտոնյաները, ովքեր նման բանակցություններ են վարել, նշանակված են եղել կառավարությանը ազգային ժողովի մանդատով, այսինքն տված է եղել այդ իշխանությունը իրենց այդ բանակցությունների վարման առումով։ Յուրաքանչյուր ժողովրդավարական զարգացած երկրում նման սկանդալային բացահայտումներից հետո տեղի են ունենում ավելի լայն արձագանքներ եւ հենց իշխող կուսակցությունները իրենց մեջ այդ խնդիրը լուծում են։ Ես ցանկություն չունեմ իհարկե իշխող մեծամասնության կամ կոալիցիայի անունից ինչ որ բաներ ասել, իրենք պետք է դա ասեն, բայց ընդհանուր առմամբ քաղաքական դաշտը թողած մի կողմ, այսօր յուրաքանչյուր քաղաքացի ուզում է իմանալ ինչ է կատարվել իրականում։ Այսօր բոլոր քաղաքացիները գյուղերում, քաղաքներում այդ խնդրին առնչվում են իրենց գրպաններից ելնելով, առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակում ապրելով եւ տեսնելով ինչ է կատարվել տարիներ շարունակ եւ այսօր իրենք մուծում են գազի գինը այնքան, ինչքան որ մուծել են, թանկացումներից հետո իհարկե արդեն տարբեր գներով, բայց այն $300 միլիոն պատմությունը, որը բոլորիս քաջ հայտնի է, պետք է ունենա իր պատասխանատուներին։ Ես անձամբ ողջունում եմ հանձնաժողովի ստեղծումը, որպես պատգամավոր ամեն ինչ կանեմ, որպեսզի աջակցեմ այդ հանձնաժողովի գոյությանը եւ գործունեությանը եւ իմ կողմից էլ այո, կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին քվեարկել կողմ այս հանձնաժողովի ստեղծման համար։ Որովհետև այլ ընտրանք մենք ուղղակի չունենք։ Եթե չստեղծենք այս հանձնաժողովը եւ այն մարդիկ, ովքեր դեմ են քվեարկելու այս հանձնաժողովի ստեղծմանը, ուրեմն ցանկություն չունեն բացահայտելու այն, ինչի մասին ամբողջ ժողովուրդն է այսօր խոսում։ Փողոցից սկսած, քաղաքական կուսակցություններից, նախաձեռնող ակտիվիստներից, հասարակական կազմակերպություններից բոլորը խոսում են, որ տեղի ունեցել շատ վատ բան, այսինքն գաղտնիք է պավել եւ ազգային ժողովից եւ ժողովրդից այն, ինչը այսօր դուք բոլորդ քաջ գիտեք։ Կոչ եմ անում քվեարկել կողմ եւ թույլ տալ, որպեսզի մենք բոլորով միասնական բացահայտենք այն, ինչը տեղի է ունեցել։ Շնորհակալություն։